մենք շատ մեծ ունակություն ունենք համեմատած այլ երկրների հարմարվել տարբեր իրավիճակներին։ Ինչն է պատճառը, որ մենք չունենք ավելի գլոբալ հավակնություններ։ Ժողովուրդ ջան, այս մեր երկիրն է։ Այստեղ մենք պետք է որոշենք, ու ինչ որ մեկը պետք է որոշի, ոչ ոք չի գալու մեր փոխարեն որոշի, թե վաղվա օրդ ինչպիսին է լինելու։ Արդյոք Հայաստանը չի դառնում պարզապես էժան էլեկտրաէներգիայի ուղղակի սպառման մի տեղ։ Արդյոք մենք կարողանանք օգտագործել այդ հզորությունը, որ թռիչքային առաջ անցնենք։ Մենք ունենք տնտեսական էլիտա, որը կարող է թելադրել այդ նոր խաղի կանոնները։ Շատ հաճախ իրավիճակը փոխելու տարբերակը նա է, երբ որ դու պետք է իրավիճակը փլուզես։ Այսինքն մենք հիմա ունենք պետականաշինության պատասխանատվություն կրելու, խնդիրը։ Մեր մոտ չենք կարողանալու կառուցենք այդ ավտորիտար ռեժիմը, դա անհնար է մեր հասարակության այս մակարդակի հարաբերությունների վրա։ Սիրելի բարեկամներ, ողջունում եմ ձեզ։ 1 ամիս դադարից հետո մենք վերադառնում ենք այս հրաշալի տաղավար, որպեսզի մենք կարողանանք նորից հրաշալի մեր հայրենակիցների հետ խոսենք մեծ հետաքրքրող թեմաներից եւ հասկանանք մեր ինքնության տարբեր շերտերը, տարբեր մոտեցումներով, քանի որ տարբեր մասնագիտությունները ներկայացնող մարդիկ տարբեր կերպ են ընկալում այս նույն խնդիրը, քաղաքական, մշակութային, այսօր մենք առանձնահատուկ կարծում եմ ոլորտ ենք շոշափելու բիզնես, տնտեսություն եւ փորձելու ենք հասկանալ, թե այդ պրիզմայով եթե նայենք հայկական մշակույթը ինքնություն ինչպիսի դրսևորումներ է ստացել վերջին հատկապես ժամանակներում, դրա համար ես այսօր շատ ուրախ եմ մեր տաղավարում ողջունել տնտեսագետ Տիգրան Ջերբաշյանին։ Տիգրան, ողջունում եմ։ Տիգրանը Ամերիա խորհրդատվական ընկերության ղեկավարն է, ինչպես նաեւ Global Entrepreneurship Report-ի ազգային թիմի ղեկավարը։ Ոմանց համար սա հայտնի նախագծեր են, ոմանք դեռ նոր կծանոթանան թերևս եւ նաեւ այս նախագծի հետաքրքրությունն այն է, որ ես փորձում եմ ներկայացնել նաեւ այն մարդկանց գործունեությունը, որոնք ոմանք գիտեն իրենց, ոմանք այդքան լավ չգիտեն, դա նաեւ սա հնարավորություն է առիթ է լավ ծանոթանալ այդ մարդկանց հետ։ Տիգրան, եւս մեկ անգամ ողջույն, շնորհակալ եմ, որ այսօր այս ոչ այդքան աշխատանքային օրով ժամանակ ունեցար գալու եւ մեզ հյուրընկալվելու։ Շնորհակալություն հրավերի համար, ակնհայտ է, որտեղ կարծում եմ հազվադեպ է ստացվում նմանատիպ աուդիտորիայի հետ խոսալ, որը քիչ ձեռնարկատիրության մասին է, քիչ տնտեսագիտության, ավելի շատ տենց խորքային ֆենոմենների մասին է եւ հույսով եմ, որ հետաքրքիր խոսակցություն կստացվի։ Ես էլ հուսով եմ, իրականում մինչև մեր այս եթերը մենք զրուցում ենք որոշակիորեն ինքնության այդ բաղադրիչի մասին, դա մեզ կուզեմ հենց այդտեղից փորձել սկսել զրույցը, արդյոք կա, այսպես ասած, բիզնես ինքնություն, եւ եթե կա, ապա արդյոք մենք հայերս եւ ժամանակի ընթացքում եւ հիմա կարողացել ենք ձևավորել, որպեսզի ունենանք էֆեկտիվ արդյունավետ բիզնես ինքնություն կամ մշակույթ։ Դե ինքնությունը ինքը բազմաշերտ երևույթ է, որովհետև սկսած նրանից, որ կա այսպես կոչված corporate identity, երբ որ կորպորատիվ միավորների աշխատողները հանդիսանում են տվյալ կորպորացիայի արժեքների եւ պատկերացումների, տեսլականների կրողներ, եւ ստեղ դա առանձին խումբ է։ Կա իհարկե այնպիսի ֆենոմեն, ինչպես որոշակի սոցիալական խմբի ունակություն, ընդհանրապես իմ կարծիքով այդ identity տերմինը նաև հետազոտական մակարդակում երևի թե վերջի 20-ամյակում ամենահետաքրքիր ֆենոմեններից է տնտեսագիտության մեջ, որովհետև 2000-ականների սկզբերին Ջորջ Ակելրոֆը եւ Ռեյչել Գրենտոնը նրանք տենց մի հատ կոնցեպտ առաջարկեցին identity economics, որը հետագայում նաև դարավ ընդհանուր առմամբ behavioral economics-ի կարևորագույն կետերից մեկը։ Ասա որ identity politics կա, բայց ես չգիտեմ որ identity economics կա։ Իրականում economics-ը փորձում է չափել այն լրացուցիչ արժեքը կամ այն վարքագծային տնտեսագիտության
տրամաբանության մեջ, որը փոխկապակցված է identity հետ, եւ եթե մենք այդպես ազգային թե ինքը ընդհանրապես խոսում է identity-ն ինչպես է ազդում եւ այդտեղ այդ layer-ները դրա համար են գոյանում։ Ու օրինակ ինչի մասին է ինքը ասում է, որ սոցիալական նորմերը, մշակութային առանձնահատկությունները, բարդույթները մշակութային իրանք ձևավորում են որոշակի խեղաթյուրում են այն երկար հարյուրամյակներ գործող ռացիոնալ հոմո սապիենսի տրամաբանությունը, որ տնտեսագիտությունը ելնում է։ Չեն օգնում, այլ խանգարում են։ Խանգարում են, որովհետև պարզ օրինակ բերեմ, հա, մենք ձեր հետ շատերը գիտենք, որ այնպիսի luxury brand-երի ի հայտ գալը, որոնք հանդիսանում են ոչ միայն իրենց ֆունկցիոնալ արժեքին համարժեք, այլ նաև այդ luxury brand-երը իրանցից ենթադրում են որոշակի identity-ի հաստատում, հա, որ տվյալ մարդը պատկանում է այս կամ այն սոցիալական խմբին, հա, մարդիկ շատ գնում են նույն Gucci-ն կամ Prada-ն կամ Zegna-ն կամ մնացած նմանատիպ բրենդերը ոչ թե վճարում են այդ ֆունկցիոնալ իրանց որակի եւ անհրաժեշտությունից ելնելով, այլ որովհետեւ դա գնելով իրանք հետապնդում են որոշակի սոցիալական identity հաստատելու խնդրին։ Կամ օրինակի համար, երբ որ ինչ որ բիզնեսներ գնում են նոր երկիր, հա, դա շատ տարածված է ընդհանրապես աշխարհում հրեաների, հայերի, իռլանդացիների, իտալացիների, լեհերի բոլոր ազգերի մոտ։ Սփյուռք ունեցող, հա, դուք նշում եք երևի։ Այո, սփյուռք ունեցող, դա բերում է նրան, որ մարդը երբ որ բիզնեսը գնում է որոշակի երկիր, ինքը փորձում է գտնել մարդկանց, ովքեր առնվազն որոշակի layer-ով փոխհարաբերվում են իր հետ, լեզվի, մշակույթի, էթնիկ պատկանելիության եւ այլն, եւ ինքը ձևավորում է լրացուցիչ պրեմիա։ Հետաբերաբար այդ ամբողջ process-ը, երբ որ ռացիոնալ որոշումների կայացման մեջ որպես ոնց որ թե ոչ մի դեր չկա նրանում, որ ձեռներեցը գնաց այլ երկիր, պետք է ման գա իր էթնիկ խմբի ներկայացուցին, բարձվում է որ տենց չի։ Ռացիոնալ որոշումների տրամաբանությունը ենթադրում է, որ ինքը իր համար պետք է լինի մեկ, որտեղ ինքը ռացիոնալ որոշումների կայացնող է եւ ինքը պետք է գտնի մարդուն, որ ավելի ձեռնտու է իրան գտնելու համար։ Հետաբերաբար այստեղ գործում են այդ ոչ ռացիոնալ որոշումների կայացումը, որը իրանք ձևակերպեցին identity economics-ում եւ հետո Ակերպրոֆը ստացավ Նոբելյան մրցանակ դրա համար, հենց այդ ոչ ռացիոնալ որոշումների կայացման տեսության տրամաբանության։ Տիգրան, եթե փորձենք հասկանալ վերջին հատկապես 20 տարվա ընթացքում հայկական բիզնեսները եւ ֆինանսական աշխարհը ինչին դուք ուղղակիորեն առնչվում եք եւ ուղիղ մասնակցություն ունեք եւ նաեւ ձեր հետազոտական միտքը, տեսական մոտեցումները, ձեր գնահատականը որը կներ, մենք ինչ տրանսֆորմացիայով ենք անցել դեպի լավից վատը, վատից լավը, մնացել ենք նույնը, մենք մշակույթ ենք նոր ձևավորել, թե հինն ենք փորձում խորհրդային միության վերականգնել կամ ուղղակի դրանից դեռ չենք ազատվել։ Ինչպես եք տեսնում, ինչպես օրինակ հաճախ մենք փորձում ենք հասկանալ, թե Հայաստանը ինչ տնտեսական մոդելով է զարգանում, սոցիալիստական է, կապիտալիստական է, հիբրիդային ինչ է։ Այդ առումով ինչպես եք տեսնում այդ շերտի զարգացումը։ Դե ես փորձեմ ձեր հարցին պատասխանել մի քիչ ավելի խորքից գալով, որտեղ կարծում եմ ճիշտ ընկալելու համար այդ վերջի 20 տարիների կամ 30 տարիների զարգացումները մենք պետք է ավելի խորքային նայենք եւ այստեղ է գալիս օգնելու Global Entrepreneurship Monitor հետազոտությունը, որը արդեն 30 տարի աշխարհով մեկ իրականացվում է, որ ինքը փորձում է նայել ձեռնարկատիրությանը որպես շատ ավելի խորքային հիմքում ունենալով սոցիալ-մշակութային ֆենոմենների արտահայտություն, որովհետև իրականում ձեռնարկատիրությունը որպես մարդկանց կողմից, մարդկության կողմից կամ մարդու կողմից իրականացվող ամենաթվում ռացիոնալ որոշումների կայացման գործառույթ, բարձվում է շատ բանով տրամաբանված կապ ունի սոցիալ-մշակութային երևույթների հետ եւ ինչի է ջեմը տենց հնարավորություն տալի, որովհետեւ ջեմը դա մի մեծ հետազոտություն է, որը թույլ է տալի համեմատական վերլուծություններ անել, ինքը ամբողջ աշխարհում նույն պահին, նույն ծավալով, նույն մեթոդաբանությամբ շատ խորը հարցազրույցով իրականացվող առաջնային մեծ հարցումների
համակարգ է, որը թույլ է տալի համեմատել այս կամ այն ֆենոմենը, եւ երբ որ սկսում ես համեմատել, հասկանում ես, որ կա ինչ-որ բան, որը շատ ավելի խորքային է եւ որը շատ հաճախ բացատրում է այս կամ այն տնտեսական կամ բիզնես որոշումների կայացման հիմքը։ Եվ այստեղ մենք պետք է դրա համար անդրադառնանք շատ ավելի խորքային ֆենոմենների հետ, մասնավորապես եթե մենք նայում ենք հայաստանյան ձեռնարկատիրությանը, մենք կարող ենք նշել, որ ինքը շատ ադապտիվ տիպի ձեռնարկատիրություն է։ Մենք շատ մեծ ունակություն ունենք համեմատած այլ երկրների հարմարվել տարբեր իրավիճակներին։ Եվ դա ես կարծում եմ մեր ձեռնարկատիրության խորքային երևույթներից է, որովհետև եւ դա պայմանավորված է մեր պատմությամբ, մեր դարերով լինելով միշտ մաս ինչ-որ մի այլ համակարգերի, կլինեն դա տարբեր կայսրություններ, տարբեր համակարգեր, սկսած Հռոմից, հույներից, վերջացրած Ռուսաստանով, Սովետական միությունով, Օսմանական կայսրությունով, Պարսկական, այդ ամբողջ պատմության ընթացքում մենք միշտ եղել ենք որպես այդ մեծ համակարգի ինչ-որ մասնիկ, եւ այդ որպես մասնիկ միշտ զարգացրել ենք եւ կարողացել ենք մաքսիմալ էֆեկտիվ ադապտացվել խաղի կանոններին եւ մաքսիմալ օգուտ ստանալ։ Դրանից է նաեւ բացատրվում մեր բավական էլի մենք հետազոտել ենք դա 2000-ականների վերջին, տենց հետազոտություն արեցինք կապված Սփյուռքի մեր բնակչության համեմատական բարեկեցությունը տեղի հիմնական մեծամասնության հետ։ Ամեն տեղ մեր Սփյուռքում մենք ավելի բարեկեցիկ միջինից բարձր է, հա։ Միջինից բարձր ենք։ Միշտ դա կլինի Պարսկաստան, դա կլինի Արաբական աշխարհ, դա կլինի Ֆրանսիա, կլինի Ռուսաստան, կլինի Միացյալ Նահանգներ, անկախ թե որտեղ մենք միջինից բարձր բարեկեցություն ունենք։ Ինչով է դա բացատրվում, որտեղ մենք շատ ավելի կարողանում ենք արագ ադապտացվել եւ հաջողակ ադապտացվել միջավայրին եւ մաքսիմալ էֆեկտիվ օգտագործել միջավայրի խաղի կանոնները մեր բարեկեցության նպատակով։ Եվ սա այդ ունակությունն է, որը մենք ունենք։ Դրանով այմիջայլոց բացատրվում այդ ադապտատիվ ունակությունը նաեւ նա, որ մենք դեռ երկար դարեր, հազարամյակներ առաջ մենք եղել ենք լավագույն առևտրականները, որտեղ մենք կարողացել ենք գտնվելով Չինաստանում ադապտացվել չինական խաղի կանոններին, լինելով Հռոմում կամ Բյուզանդիայում կամ Վենեցիայում ադապտացվել ընդեղի խաղի կանոններում եւ կառուցել այդ առևտրային հոսքերը, որոնք մեզ թույլ են տվել միշտ հանդես գալ որպես կամուրջ տարբեր իրար հետ չբռնող ցիվիլիզացիոն համակարգերի մեջ։ Էլի մենք ադապտացիայի ունակությունն ենք բերել։ Բայց դրա հակառակ մենք վճարել ենք նրան, որ մենք որպես կանոն երկարատև սեփական պրոյեկտներ, սեփական խաղի կանոններ, ռազմավարական զարգացման մեջ եղել ենք շատ ավելի թույլ։ Մենք երբեք ինքնուրույն այդ հմտությունը ձևավորել երկարաժամկետ պլանավորման հորիզոններ, քանի որ շատերը այս տաղավարում եւս նշում են այդ ռազմավարականի բացակայությունը հաճախ, նաեւ քաղաքական ծրագրավորման մեջ, անվտանգային ոլորտում, հիմա դու նույնը նշում ես նաև բիզնեսի ոլորտում։ Դու երբ որ ասում ես ադապտիվության եւ հաջողակ լինելու գործոնի մասին հայկական բիզնեսների, ես ուզում եմ մի հարց տալ, որ ինձ միշտ հետաքրքրել է։ Շատ պետություններում կան նախագծեր, որոնք սկսում են 0-ից ըստ էության, եւ վերցնենք օրինակ Google-ը։ Եվ հետո դառնում են մոնստերներ, գիգանտներ ուղակի։ Միգուցե դու գիտես որն է դրանց գաղտնիքը, բայց Հայաստանում բացառությամբ թերևս 1-2 հաջողված նախագծի մենք կարծես չունենք այդ տեսլականը կամ չենք դառնում այդպիսի ենթադրենք տրանսֆորմացիայով անցնող նախագծեր, որը փոքրից սկսում եւ դառնում է ինչ-որ մեծ համակարգ ենթակառուցվածքային եւ այլն։ Միգուցե ես սխալվում եմ, կան, ես չգիտեմ, եթե չկան, ի՞նչն է պատճառը քեզ։ Դե Ջեմի ռեպորտը արդեն երրորդ Ջեմի լավ ֆենոմեններից մեկն է, որ ինքը բարբերաբար արվում եւ թույլ է տալի նաեւ տրենդեր գնահատել։
Ջեմի արդեն որերորդ հետազոտությունը, նույն այս տարի էլ մենք անում ենք հրապարակենք մոտակա ամիսներին հետազոտությունը, ինքը ցույց է տալիս, որ մենք ունենք մի հատ այդ ադապտացիայի մեջ էլի գալով դրան, բայց հեսա ավելի թվային ցույց կտամ, թե ինչն է պատճառը դրա։ Ուրեմն մենք երբ որ հարցը կա այնտեղ հարցման մեջ, մեծ հարցում է, ինչպես ասեցի, Հայաստան մոտ 2000 հոգյանոց հարցում է, որը լրիվ ներկայացուցական է Իրաք վոտաներով ամեն ինչով եւ աշխարհում է այդպես։ Ցույց է տալիս, որ մենք ձեռնարկատիրության մեջ կան որոշակի տեղեր, որտեղ մենք կրիտիկական մակարդակի տարբերվում ենք, հա, եւ այդ տեղերից մեկը այն հարցի պատասխանն է, թե ինչու եք զբաղվում ձեռնարկատիրությամբ։ Երբ որ այդ հարցը գալիս է ինչու եք զբաղվում ձեռնարկատիրությամբ, պարզվում է մենք աշխարհում արդեն որերորդ բարբերաբար հետազոտության մեջ ամենանվազ քանակով պատասխանները ունենք, այնտեղ 4 տիպի պատասխան է, զբաղվում եմ ձեռնարկատիրությամբ, որտեղ ուզում եմ աշխարհը փոխեմ, զբաղվում եմ ձեռնարկատիրությամբ, որտեղ ուզում եմ հարուստ լինեմ, զբաղվում եմ ձեռնարկատիրությամբ, որտեղ ընտանիքի ավանդույթ կա, ընտանեկան բիզնես կա, ես պետք է շարունակեմ, եւ ես զբաղվում եմ ձեռնարկատիրությամբ, որտեղ ապրուստի փող պետք է վաստակեմ։ Այսինքն մինիմումից մինչև մաքսիմում։ Դե ինքը տենց տարբերակներ են, որոնք միաժամանակ հանդիսանում են եւ կապիտալիստական երկրների սպეციფիկա, որտեղ գոյություն ունեն ընտանեկան բիզնեսներ, տարիներով, դարերով աճող, եւ ժամանակակից աղքատ երկրները, որտեղ մարդիկ զբաղվում են ձեռնարկատիրությամբ, որտեղ ապրուստի փող կա։ Եվ երբ որ նայում ես այս 4 պատասխանների, ամենակրիտիկական տարբերությունը հայերի մոտ Հայաստանում, դա առաջի պատասխանն է։ Աշխարհ փոխել։ Մենք աշխարհ չենք ուզում փոխել։ Չկա, ոչ ոք չի պատասխանում այդպես, հա։ Շատ քիչ է համեմատած ընդհանուր ընտրանքի այն մարդկանց քանակը, որոնք ուզում են աշխարհ փոխել, ու սա չի բացատրվում նրանով, որ մենք ավելի աղքատ ենք, որտեվ այդ հարցերին պատասխանում են աֆրիկյան երկրները, լատինամերիկյան երկրները։ Դուք երբ որ դու փորձում ես բացատրել, իսկ ինչն է ֆենոմենը, որ մեր երկրում շատ քիչ է քանակը մարդկանց եւ կտրուկ քիչ է։ Մենք արդեն որերորդ անգամ գտնվում ենք top 2 երկրների մեջ։ Այդ մեր հարևանները միշտ փոխվում են այս կամ այն իրավիճակից ելնելով, բայց մենք մշտականը տեղ ենք։ Ամենանվազ քանակը մարդկանց, որոնք ուզում են աշխարհ փոխել։ Տիգրան, շատ հետաքրքիր բան ես ասում, շատ հետաքրքիր։ Մի բան էլ ասեմ, որ մենք սպասում էինք այս տարի, ասենք թե չգիտեմ, IT սեկտորի, ստարտափների փոփոխությունը, մենք կարծում էինք, որ մենք գուցե դրանով է պայմանավորված, որտեղ այդ ոլորտը ավելի աշխարհ փոխելու միտված է եւ այլն, չէ։ Մենք շարունակական մնում ենք այդ իրավիճակում, մենք շարունակական ցանկություն չունենք աշխարհը փոխել։ Իսկ ինչ են ընտրում այդ ֆինանսական մասը հիմնական։ Մնացած ցուցանիշները շատ ավելի բացատրելի են, հա, որտեղ իրանք այդպեսի կտրուկ տարբերություն չկան եւ մենք կարողանում ենք բացատրել, հա, բավական մեծ քանակը դա ապրուստի եկամուտ ձևավորելն է 4-րդ պատասխանն է, որպես աղքատության շեմ ունեցող երկիր, այնտեղ կարողանում ես բացատրես ինչի է տեղ շատ, կամ օրինակ մենք այս վերջի 5 տարվա առաջվա նկատմամբ ունեցանք ընտանեկան բիզնեսի շարունակելու աճ, հա, որտեղ արդեն որոշակի ավանդույթներ կան ձևավորված, որովհետև մենք կարծում եմ մտնում ենք եւ դա լինելու է իմ կարծիքով առաջիկա 5-10 տարիների ամենալրջագույն քաղաքական եւ տնտեսական, ասենց ասեմ, մարտահրավերներից մեկը, մենք մտնում ենք առաջի սերնդափոխության փուլ, երբ որ առաջի սերունդը ձեռներեցների պետքա փոխանցի իր ունեցվածքը եւ իր բիզնեսը մյուս սերնդին, դա աճել է, որտեղ այլ ավելի շատ մարդիկ մեր մոտ արդեն ասում են զբաղվում են դրանով, որովհետեւ եղել է բան։ Ավելի քիչ է հարուստ լինելը, համատած դրան, բայց ել եմ կրկնում, սրանք հնարավոր է բացատրել եւ մենք միջին ցուցանիշներից, մեր նման երկրների ցուցանիշներից չենք տարբերվում, բայց առաջի կետում մենք կտրուկ տարբերվում ենք բոլորից։ Դիա շատ հետաքրքիր բան ես ասում, այսինքն իմ ինտուիցիան ինչ որ առումով ինձ չի դավաճանել այդ առումով։ Ինչու է այդպես այդ դեպքում, ինչն է պատճառը, որ մենք չունենք ավելի գլոբալ հավակնություններ։ Ասեցի, որովհետև գլոբալ հավակնությունները ենթադրում են առաջին հերթին դա ռազմավարական տեսլականի արկայություն, դու պետքա կարողանաս պատկերացնես քեզ 3 տարի հետո, 5 տարի հետո, 10 տարի հետո, իսկ երբ որ դու ադապտատիվ բիզնես մոդելի մեջ ես,
որը դարերով ձևավորվել է հմտությունները, քո մոտ այդ երկարաժամկետ պլանավորման հնարավորություն չկա, որտեվ ոնց որ դու միշտ պատրաստ էիր հավաքվել ու գնալ։ Այսինքն մի փոքր ճիշտ եմ հասկանում, սա ավելի շատ գոյատևման է, survival ռեժիմն է, հա, Այո։ բայց դա լավ բան չի։ Գիտեք ինչ կա, ես կարծում եմ, որ identity-ն դա լավ կամ վատ բաների Չէ, մասին չի։ identity-ն մի կողմ, եթե մենք մտել ենք այդ ռեժիմի մեջ, որ մենք ոչ թե մտածում ենք Չէ, երկարատև, մենք չենք մտել, մենք եղել ենք այդտեղ։ Մենք միշտ եղել ենք այդտեղ։ Եվ հիմա մենք իմ կարծիքով այս 30 տարին դա այն ժամանակահատվածն է, երբ որ մարտահրավերները, որոնք մեզ ուղղում է իրավիճակը, զարգացումը եւ այլն, բանի հակադրության մեջ են ընկել այդ դարերով ձևավորված ունակության մեջ եւ այդտեղ է սկսում այն կոնֆլիկտը, որը մեր հասարակության մեջ կա, ենթագիտակցական կոնֆլիկտը, երբ որ այդ ադապտատիվ մոդելի հետագա կիրառումը հակասության մեջ է մտնում մեր երկարաժամկետ ռազմավարական պատկերացումների մեջ եւ այդ հակադրությունն է գոյացնում մեր հիմնական մարտահրավերները թե տնտեսության մեջ, թե քաղաքականության մեջ, թե մշակույթի մեջ։ Մենք այս են ծանր իրավիճակն է, երբ որ դու սկսում ես դուրս գալ քո կոմֆորտի identity-ի խորքային արմատների հետ եւ փորձում ես գտնել այն ռազմավարական ապագան, որը քեզ պետք է ուղղորդի եւ շատ բարդ փուլ է, բայց շատ հետաքրքիր։ Շատ Տիգրան, իսկ մենք պիտի սպասենք ինքնահոսով փոխվի, այսինքն բնական ձևով ինքը էվոլյուցիա ապրի, թե պիտի լինի միջամտություն, մասնավորապես պետական կառավարման օղակների կամ այսպես կոչված էլիտայի կողմից քաղաքական կամ տնտեսական արդյոք նաև ես կուզեի հասկանալ, մենք ունենք տնտեսական էլիտա, որը կարող է թելադրել այդ նոր խաղի կանոնները։ Առաջինը ես կարծում եմ, որ պատասխանը ստեղ հետևյալն է, իմ խորին համոզմամբ, թե տնտեսական էլիտան, թե քաղաքական էլիտան, թե մշակութային էլիտան ինքը մաս է կազմում այս սոցիալ-մշակութային բարդույթի կրման։ Իրանք են կրող։ Եվ եթե մենք խոսում ենք պետական կառավարման մասին, մենք պետք է ընկալենք, որ մենք դարերով եղել ենք այլ պետականությունների գործիքներից մեկը, հա, իրականացնելով այլ պետական համակարգերի պահանջված գործառույթները, կլինի դա սովետական միություն, Օսմանյան իմպերիա, ցանկացած բանում։ Եվ մենք այդ գործառույթը, այդ հիմքում ընկած գործողությունների տրամաբանությունը չենք ձևավորել։ Նույնն էլ տնտեսական էլիտան։ Տնտեսական էլիտան, որը մենք կոչում ենք, ինքը գործել է օգտագործելով իր լավ ադապտատիվ իրավիճակ։ Այո, մենք օրինակ շատ լավ ադապտացվել ենք Եվրազեսի շրջանակներում ռուսական շուկայի կողմից պահանջվող խաղի կանոններին։ Արդյունքում մենք կորցրել ենք օրինակ մեր ձեռնարկատիրության մրցունակության տրամաբանության մեջ թե մեր ինովացիաների տրամաբանությունը, թե մեր բրենդավորման տրամաբանությունը, մարքեթինգ, սեյլս, հիմա դրա մասին կարամ մանրամասն խոսեմ, թե մենք ինչ տրանսֆորմացիա եղել մեր բիզնեսում, բայց մենք ձևավորել ենք լրջագույն հմտություններ եւ սենց մի քիչ ավելի հողի վրա եթե խոսանք, տենց վերացականից իջնելով, մենք չգիտենք ոնց վաճառել ապրանքը, չգիտենք ոնց բրենդավորել, ստանդարտների մասին չենք մտածում, բայց մենք գիտենք ոնց տալ կարևոր կաշառքը ռուս վրացական սահմանին, ում է պետք մոտենալ, ում հետ խոսալ։ Երբ որ տանում ենք ապրանքը, մենք չենք մտածում այդ ապրանքը մաքսիմալ գնով վաճառել, մեզ ձեռ է տալի գտնել Ռոստովում, Կրասնոդարում տեղական հայկական համույթը, էլի էթնիկ identity-ն, տալ իրանց ու հետո այդ մնացած ավելացված արժեքը գոյանում է այդ ամբողջ value chain-ի մեջ։ Մենք շատ լավ ադապտացվել ենք Ռուսաստանի կողմից պահանջվող պայմաններին, որի արդյունքով մենք զոհել ենք հետագա զարգացման հնարավորությունները։ Եվ այս ֆենոմենները իրանք մեր առկայությունն են, մեր իրականությունն են, եւ մենք պետքա ոչ թե ինչ-որ մեկին մեղադրենք կամ ասենք ով դա պետք է արածելներ, այլ խնդիրը նրանումն է, որ կարծում եմ դա մեր խորքային հիվանդությունների մեջ է, երբ որ մենք երկար չենք կարողանում պատկերացնենք։
Այսինքն մենք ուղղակի երբեք քանի որ չենք ունեցել այդ հնարավորությունը տեսնելու 100 տարի, մենք միշտ մտածել ենք շատ կարճ, դա դարձել է մեր ինչ որ առումով մեր կոդերից մեկը, հա։ Տեսեք, ես կարծում եմ այդ կոդերից մեկն է եւ էֆեկտիվ քաղաքականությունները ճիշտ ձևով կիրառելու դեպքում մենք պետք է կառուցենք մեր ապագա մոդելը ելնելով այդ կոդերից։ Երբ որ դու փորձում ես ուղակի առճակատման գնալ այդ կոդերի հետ, դու բախվում ես նրան, որ քո մոտ դա չի ստացվում։ Այ երբ որ դու փորձում ես այդ կոդերը ժամանակակից իրավիճակում վերաիմաստավորես, վերանայես եւ փորձես դա կիրառել արդեն նոր պայմաններում եւ արդեն դրա վրա կառուցես քո ռազմավարությունը, շատ ավելի հեշտ է ստացվում։ Վառ օրինակ, որ բարձր լինի ինչի մասին եմ խոսում։ Օրինակ, այդ ադապտատիվ ունակությունը թույլ է տալի մեզ իրականում լինել մի քանի ֆենոմենների մաս։ Մենք կարող ենք շատ հեշտ լինել միացնող միավոր, մենք կարող ենք շատ լավ ինտեգրվել տարբեր համաշխարհային value chain-ների մեջ։ Մենք կարող ենք շատ լավ անել այն մասը գործի, որը մենք կվերցնենք մեր վրա, բայց մեզ պետք է, որ այդ մասը գործի լինի ոչ թե ինքնուրույն մաս, այլ ինչ որ մեծ value chain-ի կտոր։ Այդ դեպքում մեզ մոտ ավելի լավ է ստացվում։ Այդ առաջի կետը։ Երկրորդը, երբ որ մենք ադապտատիվ ենք, դա ինչ է նշանակում, մենք կարողանում ենք լուծել բարդ խնդիրներ։ Դա մեր ունակությունն է։ Մենք չենք կարող լավ արտադրել, մենք չենք կարող լավ վաճառել։ Հետաքրքիր, բայց եթե մենք միշտ կարծես համարվել ենք լավ վաճառականներ, լավ թրեյդերներ ենք եղել։ Թրեյդերներ, երբ որ մենք կարողանում ենք կապել տարբեր ցիվիլիզացիոն խմբեր։ Չինաստանը, Նորվեգիա։ Չինաստանը, Նորվեգիա, Չինաստանը, Վենեցիա, այդ բանը, բայց երբ որ մենք նայում ես, մեր ունակությունը նաև խնդիր լուծելն է։ Վառ օրինակ բերեմ, խոսում էինք այս բանից առաջ, հա, այդ ֆենոմենի մասին։ Մենք օրինակի համար սովետական միության ընթացքում եղավ տենց փորձ Հայաստանում դնել խոշոր ինդուստրիալ գիգանտներից մեկը Երազ գործարանը, որը պետք է արտադրեր մեքենաներ։ Եվ սովետի ժամանակ, երիտասարդ մեր ունկնդիրները չեն հիշի, բայց պարզվեց, որ դուք հիշես, նույն սերնդի ենք։ Գործարանում եմ մեծացել։ Այդ գործարանը սովետում կար տենց ասացված ամենաերկար ավտոմոբիլային կոնվեյերը գտնվում է Երազ գործարանում, սկսվում է Երևանից, ավարտվում է Կազբեկում։ Ինչու էր դա այդպես, որտեղ այնքան վատն էին մեքենաները որակական, որոնք արտադրվում էին այդ գործարանում, որ ամբողջ ճանապարհի ընթացքում Երևանից մինչև Կազբեկի այդ մեքենաները կանգնած էին ու վարորդները, որոնք պետք է քշեին այդ մեքենաները դեպի սովետի շուկա, կանգնած սարքում էին այդ մեքենաները, որ մի կերպ հասնեն։ Տիգրան, ես մի բան ասեմ, գործանում ասում են կարևորը գործանի դարպասներից դուրս գա, մնացածը արդեն իրաց գործը չի։ Սակայն դրա հետ մեկտեղ ամբողջ աշխարհում որևէ երկիր, որ դուք գնաք, լինի դա Պարսկաստան, լինի դա Գերմանիա, լինի դա Ռուսաստան, լինի դա Միացյալ Նահանգներ, լավագույն ավտոտեղ սպասարկումը, լավագույն տյունինգային կենտրոնները, որոնք կարողանում են մեքենայից, ամենավատ մեքենայից սարքել մի հատ փայլուն մեքենա, այդտեղ հայեր են։ Դե նույն առումով նաև դերձակները, կոշկական է, բայց մենք ոչ լավ բրենդներ ունենք հագուստի, ոչ լավ բրենդներ ունենք կոշիկի, չնայած կան։ Հետևաբար մենք պետք է հասկանանք, որ մեր տեղը դա մասսայական արտադրությունը չի։ Ես միշտ ժպտում եմ, երբ որ ինչ-որ մեկը փորձում է խոսալ Հայաստանում մասսայական արտադրության, որտեղ տեղ մենք մրցունակ չենք։ Մենք պարտվելու ենք ապրիորի նույն չինական, վիետնամական, ինդոնեզիական, բանգլադեշի ինդուստրիալ մասսայական արտադրության։ Նույն IT-ն է վերաբերում նաև։ Այո, IT-ում եթե մենք փորձենք մասսայական ապրանք արտադրենք, մենք խնդիր ունենք, բայց հենց որ մենք փորձում ենք լուծել բարդ խնդիր, լուծել ավտո արտադրությունը, հա, փորձեք մոդելավորել, հա, երբ որ մեզ կա խնդիր տյունինգ անել մեքենա, մենք կարողան լավագույնն ենք աշխարհում, բայց հենց որ մեզ ասում են արտադրի մասսայական ավտոմեքենա, մենք ի վիճակի չենք։ Հետաբար ստեղ պետքա մեր կոնցեպտը, մեր մոդելը պետքա ճիշտ ընկալի այն մեր առավելությունները, ցանկացած ֆենոմեն ունի դրական եւ բացասական կողմեր եւ հետեւապես դու պետքա կարողանաս մաքսիմիզացնես դրական կողմը եւ նվազեցնես բացասական կողմը։ Այստեղ է այդ ոնց ասեմ, էլիտայի հավաքական էլիտայի կարևորությունը
շատ հեշտ է այսօր էլիտայի համար բերել ինչ որ գաղափար, հա, եկեք գնանք դեպի ձախ կամ գնանք դեպի աջ, եւ դա է մեր փրկությունը, բայց երբ որ այդ ձախն ու աջը որևէ ձևով չի կապվում քո խորքային ինքնության, քո խորքային ֆենոմենների հետ, որոնք էլ եմ ասում, դրական եւ բացասական կողմեր ունեն։ Այդ բոլոր շարժումները դառնում են հերթական հարմարվելու մոդել, հա, գնանք ձախ, ուրեմն նշանակում պետք է հարմարվենք այս ձախին։ Գնանք աջ, ուրեմն աջին պետք է հարմարվենք, չէ, երբ որ դու կարողանաս այդ կապես իրար հետ, կարող կարծում եմ կստացվի մեր զարգացման մոդելը։ Դրանց մի դիտարկում էր, ուզում եմ հասկանալ, թե դու ինչպես ես մտածում այդ հարցի շուրջ, տեսլական ունենալու եւ ակետից ավելի բարձր կետ հասցնելու բիզնեսների այս միտումները, օրինակ ես նկատել եմ, որ Հայաստանում շատերի մոտ կա, երբ որ դու ասում ես այդ հարցումները աշխարհ փոխել, թե հարստանալ, թե բիզնեսը շարունակել ընտանեկան, եւ ասացիր, որ չկա հիմնականում աշխարհ փոխելու, այսինքն ավելի լայն մտածողությամբ, նպատակներով մարդիկ քիչ են մտնում բիզնես։ Կա նաև այսպեսի մի երևույթ կարծես, որ մարդիկ, ովքեր մի փոքր բիզնես են անում եւ մի քիչ եկամուտներ են գեներացնում այդ բիզնեսից, անմիջապես ոչ թե ներդնում են հաջորդ փուլ անցնելու համար վրա, այլ տուն են առնում անմիջապես, մեքենա են առնում անմիջապես եւ կարծես այդ բարեկեցության փոքրիկ այդ կղզյակն են ստեղծում եւ դրանից հետո իրենց արիմը շատ կարծես բան պետք է, ճիշտ է դա։ Լրիվ ճիշտ է եւ դա էլի մեր խորքային հետևանքն է։ Խորքային հետևանքը ինչպիսին է, երբ որ դու սկսում ես ձեռներեցության զբաղվել եւ հաջողության ես հասնում, դուք ասում եք նրա մասին, որ դա գոյացնելով կարողություն, հնարավորություն է երկարատև խաղալ, ներդրում կատարել, զարգացնել եւ այլն։ Սակայն այն պայմաններում, երբ որ դու գործել ես շատ անորոշ իրավիճակում դարերով եւ երբ որ այդպիսի աճը շատ հաճախ բերել է նրան, որ դու դարել ես շատ գրավիչ մեծ կայսրությունների ներկայացուցիչ մարդկանց համար, դու գերադասում ես ինչ անես, դու փորձում ես հենց այդ պահը, երբ որ գալիս է, երբ որ դու արդեն մի քիչ ունակություն ունենաս, փորձում ես ձևավորել ավելի շատ բարեկեցություն, այլ ոչ թե հետագա զարգացում։ Եվ այդ մոդելը գործել է ոչ դա նոր ֆենոմեն չի, դա գործել է հարյուրամյակներ։ Չի փոխվում հիմա, այսինքն նոր սերունդի հետ։ Իմ ասածը նա է, որ այս 30 տարին, այս այն ժամանակահատվածն է, երբ որ մենք շանսը, երբ որ գոյացել է այդ հակադրությունը, այդ դարավոր իջած մեր վարքագիծը, մեկ էլ բախվել է իրավիճակի, որ մենք ենք դարել տերը իրավիճակի, մենք պետք է այդ խաղի կանոնը ձևավորենք, հա, բայց մեր մեջ նստած է, որ եկեք խնդիր, եկեք հանգարց չաճենք դեպի վերև, հանգարց բան չանենք, եկեք հիմա առնենք, մարդու ձեռն $10,000 փող անգնում, առաջի միտքը լինում է գնալ մեքենա առնել, որտեվ ինքը ասում է, դե ես հետո չգիտեմ ինչ ալնելու, իսկ ես մեքենան այսօր իմ բարեկեցությունը կապահովի, կարող է վաղը ստիպված լինեմ հավաքել ու գնալ ուրիշ տեղ, այդ ժամանակային խնդիրը անորոշության պայմաններում դարերով եկած, մեկ էլ սկսել է բախվել իրավիճակի վրա, որ ժողովուրդ ջան, այս մեր երկիրն է։ Ստեղ մենք պետք է որոշենք, ու ինչ որ մեկը պետք է որոշի, ոչ ոք չի գալու մեր փոխարեն որոշի, թե վաղվա օրդ ինչպիսին է լինելու։ Դու ես այդ ֆունկցիան կատարելու, եւ այստեղ այդ բախումն է տարբեր մարդկանց, տեսակետների, եւ եթե անալիզ անեք ամբողջ մեր մշակութային, տնտեսական, քաղաքական երևույթները վերջի 30 տարիների, ինքը հիմնականում այդ բախման մասին է։ Մենք այդ բախման մասին է ապրենք ոնց որ կար լավ է, թե ուրիշը կգա մեր փոխարեն կորոշի, մենք կհարմարվենք այդ իրավիճակին մաքսիմալ էֆեկտիվ կլինի, թե մենք ենք պետքա որ պետք է որոշենք մեր ապագան։ Այսինքն մենք ունենք հոգեբանական, այսպես ասած, խոչընդոտներ, սոցիալ մշակութային։ Նույնիսկ նաև դրանով է երևի բացատրվում, որ Սփյուռքում մեր հայրենակիցները բավականին ավելի հաջողակ են, որովհետև համակարգ ստեղծելու իրենք խնդիր չունեն, իրենք ձեր ասած ադապտացվելու եւ խաղի կանոնները ճիշտ հասկանալու եւ էֆեկտիվ լինելու խնդիր են լուծում։ Ընդհանրապես իրենց ուսերին չկա այդ բեռը։ Այսինքն մենք հիմա ունենք պետականաշինության պատասխանատվություն կրելու, խնդիրը։ Ես խորին համոզմունք ունեմ։ Դա կարա բիզնեսները կարող են այդ բանը բերել այդ մշակույթը նոր, քան քաղաքական էլիտայից ակնկալել։ Ես կարծում եմ, որ բիզնեսները, որոնք բախվում են հիմնական կորուստներին, ռացիոնալ որոշումների մեջ,
որովհետև երբ որ իրանք կառուցում են բիզնեսը հին տրամաբանության ներքո, հարմարվելու տրամաբանության ներքո, իսկ իրականությունը բարձվում է այլ, հա, այդ դեպքերում կորուստ է տանում բիզնեսը։ Վառ օրինակ մեր այսօրվա պայմաններում, երբ որ մենք տեսնում ենք Ռուսաստանի կողմից օրինակ սահմանափակումները մեր առևտրի, որոնք ակնհայտորեն տրամաբանական գործողություններ են Ռուսաստանի կողմից եւ հետևանք են նաեւ նրա, որ մենք տարիներով փորձել ենք Ռուսաստանի շուկան օգտագործել, հարմարվել ենք ընդեղի խաղի կանոններին եւ այդ խաղի կանոնների շատ էֆեկտիվ օգտագործել ենք։ Մեկ է Ռուսաստան ասում է, խաղի կանոնները փոխում եմ, ել են վատ ապրանքը, այն վատ որակը, այն ոչ սերտիֆիկացված ապրանքը, ոչ ստանդարտացված որակը, ել չես կարողանա կաշառքով մտցնես, պետք է գնաս մտածի ինչ ես անում։ Մեկ էլ բիզնեսը հայտնվում է իրավիճակում, որ ինքը չի կարողանում այդ անել, որտեղ չունի այդ հմտությունները։ Ես մի հատ տենց տերմին ունեի, ներող կլնես գուցե այս ֆորմատում տենց ընդունված չի այդ տենց օրինակներ բերել, բայց կուզենամ այդ օրինակը բերեմ, որտեղ ինքը շատ բնորոշ օրինակ է, էլի։ Մենք արտահանման դիֆերենցիացիայի ռազմավարությունն էինք մշակում կառավարության համար, USAID ֆինանսավորումով, հետո կառավարության ֆինանսավորումով, որ ընդունվեց մի տարի առաջ։ Այդ քննարկման ժամանակ մենք որպես հիմնական թիրախներից, փիլարներից մեկը վերցրեցինք դա մեր ձեռներկատերերի բիզնեսի կարողությունների եւ հմտությունների զարգացումը, որտեղ իմ ասած պատճառներով ինքը դեգրադացվել էր այս տարիների ընթացքում եւ որպես շատ կարեւոր տենց մեմ, հա, որը ես փորձում եի բացատրել ինչի հետ մենք գործ ունենք, ես դրան անվանել էի Pupsik Shnik Mail.ru անվանումով եւ ինչի էր տենց անվանել, որտեղ մենք անց էինք ասնում տենց մի շարք ֆոկուս խմբեր, տարբեր արտահանողների խմբերի մեջ եւ մի խմբի հետ, որտեղ ոչ փոքր արտահանողներ էին, 10 միլիոն պլյուս արտահանողների հետ էր հանդիպումը, մոտ մի 10-12 հոգի էին։ Վերջում ասացի, կարող եմ մի հատ մեյլերը տակ ուղարկեմ ձեզ մեր բլոգը։ Շատ մեյլ.ru-ով էր, հա։ Երկուսը չունեին մեյլ ընդհանրապես էլեկտրոնային հասցե, մնացածի մոտավորապես 80%-ի մոտ մեյլ.ru էր հասցեն, իսկ մենք խոսում ենք արտահանման ռազմավարությանը, դիվերսիֆիկացիայի մասին, նոր շուկաներ, ակնհայտ էր, որ մեյլ.ru-ով ստացված նամակին ոչ մեկ չէր պատասխանելու բնական պատճառներով, բայց դրանցից մեկն էր շատ ունիկալ, որտեղ այդ մեյլի հասցեն տենց էր, Pupsik Shnik Mail.ru, որ հարցրեցի, «Էս ի՞նչ է», ասեցի, «Ես չէի դիմանում», ասի, «Լավ ժողովուրդ, էս ի՞նչ է, էլի»։ Ասես, «Այ ախպեր, ինչի հետևից ես ընկել իմ օգնականի անձնական մեյլն է, ով է այս դարում մեյլով աշխատում, ինչի մասին է խոսքը»։ Այ այդ Pupsik Mail.ru-ն եւ դեռ բիզնեսի պետք չի կարելի մեղադրել։ Բիզնեսը ադապտացվել է իրավիճակին, խաղի կանոններին, այդ խաղի կանոնների մեջ մեյլի հասցեն ոչ մի նշանակություն չուներ քո հաջողության հետ կապված։ Կարևոր էր ոչ թե Incoterms իմանալը, FOB իմանալը, Xworks-ը, որն է, SIF-ը կամ ստանդարտները, Global Gaps-ը, ոչ դրանք այդ կարևոր չէին, կարևոր էր իմանալ այն սահմանին, ում ես կաշառք տալի, որ քո ապրանքը մտնի։ Դա էր կարևորությունը։ Եվ բիզնեսը ադապտացվել էր։ Եվ սա է որ խնդիրը։ Սա հիմա բախվում է իրականության հետ։ Բիզնեսը այսօր բախվում է շատ սառը ցնցուղի նման իրականության հետ, չնայած մենք այն բոլոր բարեփոխումների մասին ես տասնամյակներ խոսում եմ, հա, թե ինչ պետք է անել, բայց ոչ ոք չի ուզում դա անել եւ պետք չի ուզենա, որտեղ ինքը ռացիոնալ որոշումների մեջ հարմարվում է իրավիճակին։ Իրան հիմա ասես մեր բիզնեսների համար սա դաս է եւ իրենք կլինեն այդպես կհասկանան, կսովորեն, կկրթվեն, թե ուղղակի կհասկանան, որ պետք է ավելի շատ փող տալ այդ նույն պատժամիջոցները կամ այդ պատնեշները շրջանցելու համար։ Գիտեք, ստեղ էլ արդեն գնում ենք հետ դեպի մի հատ հայտնի իմ կողմից ամենասիրված տնտեսագետներից մեկի Շումպետերի տեսությանը, որը խոսում է այսպես կոչված creative destruction-ի մասին։ Շատ հաճախ իրավիճակը փոխելու տարբերակը նա է, երբ որ դու պետք է իրավիճակը փլուզես, այդ destruction-ը, creative destruction, երբ որ փլուզումը ծնում է նոր գաղափար։ Ես կարծում եմ մեր բիզնեսի համար այսօր այդ creative destruction-ի պահն է, երբ որ իրանք այսօր բախվելով իրականության հետ ու պետք է, ասենց ասեմ, կիրառեն իրենց ադապտատիվ
ունակությունները, իրավիճակը փոխվել, լրիվ նոր իրավիճակ է եւ բիզնեսը իմ կարծիքով մենք հետագայում փորձենք տեստ անել, արդյոք ես ճիշտ եմ թե սխալ, բայց ես կարծում եմ, որ հայկական բիզնեսը ի տարբերություն նույն մոլդովական բիզնեսի, վրացական բիզնեսի, ուկրաինական բիզնեսի, որոնք նույն իրավիճակների են բախվել սահմանափակումների եւ տրադիցիոն շուկաների կորուստի մեջ, ես կարծում եմ մենք շատ ավելի էֆեկտիվ կօգտագործենք այս պահը եւ շատ ավելի հաջողակ դուրս կգանք այս պահից։ Դա չի նշանակում, որ մենք չենք ունենալու սնանկացումներ։ Դա չի նշանակում, որ մենք այս իրավիճակը տենց հանգիստ անցնելու է։ Եվ ես իրականում այդ սնանկացումների մեջ ես շատ դրական բան եմ տեսնում։ Սնանկացման արդյունքում սնանկացվող բիզնեսի ակտիվները էժան գնով անցնելու են ավելի արդյունավետ, ավելի դեպի ապագա նայող բիզնեսներին եւ իրականանալու է սերնդափոխություն այս ոլորտում։ Այո, պարտադրված շատ ծանր փոփոխություններով, շատ ծանր իրավիճակով, բայց դա իմ կարծիքով շատ առողջարար լինելու մեր տնտեսության համար եւ ես կարծում եմ, որ մենք ավելի հեշտ եւ ավելի արագ եւ ավելի հաջողակ ենք դուրս գալու ստեղից, քան թե այն երկրները, որոնք մենք համեմատվում ենք հիմա։ Տիգրան, արհեստական բանականության մասին երկու բառով փորձենք հասկանալ, մեզ մոտ նոր նախագծեր են նախատեսված ու շատերի համար հարցեր են առաջանում, արդյոք Հայաստանը չի դառնում պարզապես էժան էլեկտրաէներգիայի ուղղակի սպառման մի տեղ, որտեղ ընդամենը գալու են եւ օգտագործելու են մեր էլեկտրաէներգիան, որը բերելու է նաեւ էկոլոգիական խնդիրներ եւ այլն, թե դա իսկապես լուրջ արհեստական բանականության լաբորատոր, այսպես ասած, մոտեցում է, որտեղ մենք ձեռք ենք բերելու նոր տեխնոլոգիաների վերջո։ Ինչի հետ մենք գործ ունենք։ Ես վերջի երևի տարին, 2 տարին թե իմ աշխատանքի բերումով, քանի որ մասնակցել եմ եւ ղեկավարել եմ այն թիմը, որը մշակել է մեր բարձր տեխնոլոգիաների զարգացման ռազմավարությունը, որը մի քանի շաբաթ առաջ հրապարակվեց, դեռ շրջանառվում է, բայց հույս ունեմ, որ նոր կառավարությունը առաջիկայում կընդունի, բայց քանի որ այդտեղ ենք խորացած եղել եւ մեծ անալիտիկա ենք արել, ու մյուս կողմից, որովհետեւ ես կարծում եմ, որ արհեստական բանականությունը դա մարդկության ընթացքում շրջադարձային հեղափոխություններից մեկն է։ Իրականում, եթե լսես Խարիրիի վերջի ելույթները, վերջի շաբաթների ելույթները, Ալտմանի ելույթները եւ այլն, դու հասկանում ես, որ մենք գործ ունենք այնպիսի կտրուկ փոփոխությունների հետ, մեր ընդհանրապես մարդկության պատմության, որը երբեք չի եղել։ Որևէ տեխնոլոգիա իր պատմության մեջ այսպիսի փոփոխություն չի գեներացրել։ Եվ հետապես շատ կարևոր է փորձել հասկանալ, իսկ մենք որպես տնտեսություն, որպես սոցիալական խումբ, ինչպես ենք այդտեղ դիրքավորում։ Ես կարծում եմ, որ այդտեղ լրջագույն մարտահայերը հենց այնա ինչ մասին դու ասեցիր։ Այո, մենք այսօր ստանում ենք մի ունիկալ հնարավորություն ենթակառուցվածքի տեսակետից։ Հայաստանը արդեն, առաջիկա ամսի 8-ին է կարծեմ բացումը նախատեսված արհեստական բանականության Nvidia-ի Firebird-ի պրոյեկտի։ Մենք անգամ այդ փուլում, եթե հաշվի առնենք, բայց չհաշվի առնենք այն մյուս փուլը, որը մինչև մյուս տարի է ենթադրվում անելը, մենք ստանում ենք ամենահզորագույն հաշվողական հզորությունը համեմատական մեր մեկ շնչի հաշվարկով, մեր GDP-ի հաշվարկով, մեր արտահանման հաշվարկով, մենք աշխարհում նմանատիպ երկիր, որի տարածքում գտնվում է նմանատիպ հաշվողական հզորություն, չի լինելու ու by far չի լինելու։ Մեզնից հետո եկող Արաբական Էմիրությունները, Ֆինլանդիան, Սաուդյան Արաբիան, դա ասում եմ, որտեղ մենք խորացել ենք այդ վերլուծությունը արել ենք, մեր նման հաշվողական հզորություն ունեցող երկիր չի լինելու։ Շատ ուրախ եմ, որ կառավարությանը գնաց այդ քայլին, որի մասին երկար քննարկում էինք ռազմավարության քննարկման ժամանակ, եւ պարտավորություն վերցրեց առնվազն որոշակի քանակ գնել այդ հզորությանը իր նպատակների համար։ Ակնհայտ է, որ իր նպատակները շատ ավելի սահմանափակ են, քան թե այն քանակը, որը ինքը գնելու է։ Հետապես մեր կառավարությունը այսօր դառնում է այն եզակի կառավարություններից աշխարհում, որը ունի հաշվողական հզորություն, որը գերազանցում է իր պահանջարկը եւ ամենալավագույն սցենարում էլ, եթե մենք դառնանք շատ աշխարհի ամենադիջիտալ
կառավարությունը դա գերազանցում է իր հնարավորությունը, ինչը նշանակում է մեր կառավարությունը այսօր եւ առաջիկա 3 տարիների ընթացքում ունենա 5 տարիների ընթացքում առնվազն ունենալու է սեփական հզորություն հաշվողական։ Հիմա ինչ մարտահրավեր է մեր առաջ դրված, այ մարտահրավերը հենց դրա մասին է։ Մենք լինելու ենք զուտ էլեկտրոէներգիա արտահանող երկիր, այո, էլեկտրոէներգիայի արտահանման տեսակետից մենք նմանատիպ նախադեպ երբևիցե պատմության մեջ չենք ունենալու, որովհետև մենք կարող ենք էլեկտրոէներգիան արտահանել աշխարհի ցանկացած կետ։ Կարող ենք արտահանել Բրազիլիա, կարող ենք արտահանել Ավստրալիա, որտեղ այդ էլեկտրոէներգիան վերածված հաշվողական հզորության դառնում է հասանելի ցանկացած տեղ աշխարհում։ Հետաբերաբար առաջին հերթին մենք որպես էլեկտրոէներգիա արտահանում դա վատ չի։ Ինչի վատ չի, որովհետև դա այն բարձիկն է, որ մեզ թույլ է տալի դրա վրա կառուցել, հա։ Կրիտիկական իրավիճակում մենք չենք հայտնվի, եթե մենք չկարողանանք ինչ որ պահի չօգտագործել, մեկը շուկան կա ու պահանջարկը այնպեսին է, որ դու հա կարաս վաճառես։ Հետաբերաբար հիմա հարցը դրանումն է, որ դրա վրա ելնելով կառավարության մոտ արկա հզորություններից, ինչպես նաև Firebird-ի պրոյեկտի տրամաբանությունից, արդյոք մենք կկարողանանք օգտագործել այդ հզորությունը, որ թռիչքային առաջ անցնենք մեր արհեստական բանականության շուրջ ձևավորվող նոր աշխարհի ձևավորման մեջ։ Սա է ամենակարևոր հարցը։ Եվ ըստեղ է մարտահրավերը։ Եթե մենք փորձենք այդտեղ գնալ այն մասսայական պրոդուկտ ստեղծելու տրամաբանությամբ մի վերսիա, որը իմ կարծիքով սխալ է, բայց եթե մենք կարողանանք կառուցել դրա շուրջ R&D կլաստերը, հետազոտություններ, տեխնոլոգիաներ, դրա ու մտնենք դա value chain-ների մեջ, դառնանք աշխարհի ամենակարևորագույն R&D հաբերից մեկը, որը իրականում շատ մեծ հնարավորություն ունենք։ Դա երևի մեր եզակի հնարավորությունն է ու դրա համար է մեր հայ-տեքի ռազմավարությունը հենց դրա վրա շեշտադրում։ Ինքը ասում է մենք deep tech R&D hub պետք է դառնանք, օգտագործելով թե մեր տաղանդը ներսում, թե մեր տաղանդը դրսում, թե AI ենթակառուցվածքը, թե պետության արկա հզորությունները, այստեղ այդ կրիտիկական պահն է եւ ելի վերադառնալով խորքային սոցիալ-մշակութային էլեմենտներին։ Այ հիմա մենք այդ ադապտատիվ ունակությունը տեսնենք ինչպես կաշխատի։ Դա էլ է ադապտացիայի մասին։ Մենք պետք է կարողանանք շատ արագ հարմարվենք։ Միջև այս պահը, ասեմ ազնվորեն, հետազոտությունը ջեմը ցույց է տալիս, որ մենք ունենալով այլ ընտրանքներ, գրեթե դուրս ենք մեր ձեռնարկատիրությունը դուրս է մնացած թվային աշխարհից, մենք դուրս ենք այսօր։ Հա, մեծ մասի մոտ չկան ոչ կայքեր, ոչ մեյլեր, ինչպես ասեցի, ոչ էլ պատկերացում արհեստական բանականությանը ինչի մասին է։ Բայց այս պահը creative destruction-ը, որը մեր մոտ իրականանում է, մեր ամբողջ տնտեսությունը հիմա թափ է տալիս այդ փոփոխության հետևանքով։ Մյուս կողմից դրա կողքը մենք ունենք հաշվողական հզորություն։ Հիմա ստեղ է կախված բիզնեսը արդյոք կընկալի, որ փոփոխման հիմքում նաև կարող է լինի այդ AI ենթակառուցվածքը, որը ակնհայտորեն լուծում է այն լրջագույն մարտահրավերներից զգալի մասը, որը մենք այսօր բախվում ենք։ Մարքեթինգ, sales, բիզնես մոդելի փոփոխություն, բիզնես պրոցեսների դիզայն, ավտոմատացում, կառավարում, այն բոլոր հարցերը, որոնք մենք չէինք լուծում, որտեղ կար ռացիոնալ որոշում հեշտ շուկայի, ստեղ էլ AI-ը կա, որը կարա այդ այլն։ Ես այսօր կուզենամ այդ դիսկուրսը գոյանա Ռուսաստանի սահմանների սահմանափակումը versus արհեստական բանականության հնարավորություններ, ոչ թե Ռուսաստանի շուկայի փակումը եւ եվրոպական շուկաներ, այլ այդ պարադիգմից դուրս նայենք, հա։ Դուրս նայենք, որտեղ այդ դեպքում քո մրցանակությունը շատ ավելի արագ եւ կտրուկ բարձրանում է, քան թե զուտ այսօրվա քո ապրանքը փորձել խցկել ինչ որտեղ եվրոպական շուկայում համոզելով հայերին, դեսպաններին, չգիտեմ, բաներին, պաշտոնյաներին ուտել մի քիչ ավել ծիրան կամ Այդ շատ հավակնոտ բան է ասում, այսինքն Հայաստանը պիտի բավականին լուրջ իր մեջ ուժ գտնի այդ տրանսֆորմացիան ցանկանալու անել։ Դե ըստեղ է հարցս ադապտացիայի ունակությունը։ Մենք այսօր եթե տեսնում ես, մենք ունենք իրավիճակ ադապտացվելու տրադիցիոն տնտեսական կապերի
փլուզումը մի կողմից, հետապես մենք նոր իրավիճակին պետք է ադապտացվենք, մյուս կողմից հաշվողական հզորությունների արկայությունը քո երկրում եւ դրա հնարավորությունը։ Հիմա այդ երկուսն էլ լրջագույն ադապտացիա են ենթադրում։ Հիմա եթե դրանք կատարվում են նույն պահին, նույն իրավիճակում, կհաղթի նա, ով որ կարողանա ադապտացվել սրա փլուզումից ադապտացվել սրան։ Տիգրան, դու վերջերս քո Facebook-յան էջում մի կարևոր տվյալներ էիր բերել 2026 թվականի Chandler Good Government Index-ից, որ ես նայում եմ բավականին, բայց այդքան էլ դրական չեն մեր, այսինքն օրինակ բյուրոկրատիայի որակը Հայաստանը 104-րդ տեղն է, բավականին հետ ըստ այս ինդեքսի։ Պետական մարմինների միջև համակարգումը Հայաստանը 75-րդ տեղն է, պետական քաղաքականությունների իրականացման հարցում Հայաստանը 68-րդ տեղն է, 100 քանի երկրի մեջ, հա։ Երկարաժամտետ տեսլականով, չգիտես ինչպես, Ադրբեջանը 5-րդ տեղն է, Հայաստանը 112-րդ տեղն է։ Կարամ բացատրեմ ինչի Ադրբեջանը 5-րդ տեղը։ Բավականին բան տվյալներ են, ինչպես ենք մենք հաղթահարելու կամ ինչից ենք սկսելու։ Դե իրանք նույնպես հետևանք են այդ ֆենոմենի։ Բացատրեմ հիմա ինչի, մի փոքր կարող է երկար ստացվի։ Երբ որ դու ունես այդ իրավիճակը պետականաշինության խնդիրը, դարերով եկած փորձառությունը չունես եւ այլն, ինչպես է կառուցվում պետական կառավարումը։ Եվ ընդհանրապես դա ոնց է դա արվում էր, եւ դա ասեմ ոչ միայն պետության կառավարման, բիզնեսի կառավարման, ինչպես ես դու փոխարինում, հա, որտեւ իրական պետական կառավարումը հիմնված է ֆունկցիոնալ չեկեր եւ բալանսների արկայության դեպքում զսպման եւ հավասարակշռման, երբ որ դու հավասարակշռում ես դերակատարումը եւ դրանով ապահովում ես էֆեկտիվ ֆունկցիայի կատարումը։ Երբ որ դու չունես ու փորձառությունն էլ չունես նմանատիպ համակարգեր ստեղծել, որպես կանոն այդպիսի համակարգերը ձևավորվում են վստահության շրջանակների հիման վրա։ Այդ վստահության մեջ կարող են լինել տարբեր հիմքեր, հա, ասեմ մենք 2000-ականների սկզբին հիմա տվյալները չունեմ, բայց 2001 թվականների սկզբին մենք մի հատ այնց մեծ պրոյեկտի մաս էինք կազմում Արևելյան Եվրոպա, ԱՊՀ երկրներ, որը փորձում էր չափել վստահության շրջանակը տարբեր էթնոսների։ Մենք վստահության ում նկատմամբ։ Իրար մարդկանց իրար նկատմամբ։ Մենք այդ վստահության շրջանակը շատ փոքր էր, ամենափոքրերից մեկն էր, նույն այնտեղ կային իհարկե շատ քրիտիկական փոքր վստահության շրջանակ ունեցողներ, ինչպիսին ցիգաներն են, հա, ռոմաներն են, որտեղ իրանք ընդհանրապես ընտանիքի մեջ են դա բանանում, կային հрьяաները եւ այլն, մենք այդ փոքր շրջանակ ունեցողն ենք։ Եվ երբ որ դու բախվում ես իրավիճակի, որ պետք է կարողանաս կառավարես մեծ օբյեկտներ, ինչպիսին է պետությունը, ինչպիսին է մեծ բիզնեսը, այդ փոքր շրջանակը սկսում է լինել քո սահմանափակողը։ Եվ ինչպես ես դու կառուցում այդ փոքր շրջանակի պայմաններում, որպես կանոն այդ վստահության շրջանակը կառուցվում է այս կամ այն leverage-ը օգտագործելու հիման վրա։ Լծակը։ Որոշ դեպքերում դա օրինակ որտեղ գոյանում են կոռումպացված համակարգներ, այդ լծակը համատեղ փող կիսելու եւ պատասխանատվություն դրա դիմաց կրելու լծակն է, հա։ Դու ձևավորում ես վստահությունը, որտեղ այդ մարդկանց հետ դու համատեղ բաշխել ես ինչ որ ֆինանսական կամ ոչ ֆինանսական։ Նույնիսկ իտալական Կոզա Նոստրայի մոտ այդ լծակը հանդիսանում էր համատեղ արյունը, հա, միասին արյուն ենք թափել եւ դա բերում է վստահության։ Օրինակ մեր օրերում այդ վստահությունը շրջանակում մտածա լոյալությունը ինչ որ մարդու կամ ինչ որ գաղափարի նկատմամբ։ То есть մեր բոլոր փորձերը այդ փոքր վստահության պայմաններում կառուցել կառավարման համակարգեր հիմնված են փոխադարձ վստահության ռեժիմի վրա։ Եվ այդ փորձառությունը, որը պետական կառավարումը ձևավորում է, երբ որ դու ունես չեկեր եւ բալանսներ համակարգում, այդտեղ է պրոբլեմը, չեն գոյանում չեկեր եւ բալանսներ եւ ամեն ինչ հիմնված է լոյալության վրա։ Հիմա երբ որ նայում ես այդ Չենդլերի կառավարման մոդելը, ինչ է ինքը ասում է ձեր համակարգը այսօր այդ լոյալության փոխադարձ լոյալության վրա հիմնված ինքը իր որակական ցուցանիշներով այսօր զիջում է եւ մանավանդ երբ որ գալիս ենք ռազմավարական տեսլականի ոնց որ այն տեղերում որտեղ վերտիկալը շատ ավելի հստակ է ավտորիտար
ռեժիմներում շատ ավելի հեշտ է ռազմավարական տեսլական ունենալ, որտեղ դա կախված է այդ մեկ անձից, եւ այդ մեկ անձը կարողանում է պարտադրել իր որոշումները ներքև։ Եվ զարմանալի չի, որ Ադրբեջանը 5-րդ տողում է, զարմանալի չէր, որ Սինգապուրն էր հայտնվում բարձր տեղերում կամ Կորեան էր ժամանակին այդ տեղերում, որտեղ այնտեղ ավտորիտար ռեժիմների պայմաններում իրականացվում էին երկար ռազմավարական պրոյեկտներ, եւ այսօր Ադրբեջանը այո 5-րդ տեղում է գտնվում, եւ դա իհարկե կրկնում եմ, դա այնպես չի, որ դա երկարաժամկետում հաջողություն է բերելու, որտեղ այդ պիրամիդան շատ հեշտ փլուզվող է որպես կանոն այդպիսի պիրամիդաները։ Մեր մոտ խնդիրը այն է, որ մենք հələ չենք ձևավորել այդ պետակառավարման մեջ եւ բիզնեսում էլ չենք ձևավորվել։ Հատուկ են ընկերություններ կան, որտեղ ձևավորված է այդ չեկերի բալանսների համակարգը ներքին կառավարման մեջ, որ թույլ է տալի ընկերությանը գլոբալ մրցունակ լինել։ 30 տարին բավարար չէ։ Եթե մենք բախվում ենք այն խորքային բարդույթի հետ, ես կարծում եմ ոչ։ Բայց փորձեր արվել են, թե այդպես ինքնահոսով միգուցե 130 տարի հերիք չանի։ Ես կարծում եմ, որ այն մարտահրավերները, որոնք մենք ունենք այսօր, իրանք մեզ այլընտրանք չեն տալիս շատ արագ փոխվելու։ Այն ովքեր չեն փոխվի, թե բիզնեսում կդուրս կմնան, կսննկանան, իսկ պետական կառավարումը ենթադրում է, որ մենք մտել ենք այն փուլ եւ մեր մոտ չենք կարողանալու կառուցենք այդ ավտորիտար ռեժիմը, դա անհնար է մեր հասարակության այս մակարդակի հարաբերությունների վրա, հետապես մենք ստիպված ենք լինելու այդ process-ը շատ ցավոտ ներսում ինքներս իրականացնել։ Ավտորիտար ռեժիմի հնարավորություն ես չեմ տեսնում մեր երկրում եւ չի ստացվել նախկինում, չի ստացվելու ապագայում։ Հետապես ստիպված ենք լինելու փոխվել։ Տիգրան, եւ վերջում ես միշտ մեր հյուրերին տալիս եմ այդ դասական ավանդական արդեն դարձած հարցը նշել մեր ազգի, դու կարող ես վերցնել միգուցե եւ բիզնես ոլորտի մարդկանց, բայց կարելի է նաեւ ընդհանուր մեր դրական կողմերը։ Ես մինչեւ հիմա փորձում եմ հասկանալ, թե ադապտատիվ հատկությունը դրական է, թե բացասական, բայց անկախ ամեն ինչից կուզեմ 2-3 հետարքիր հատկություններ նշեիր, որոնք երևի միշտ չի, որ մենք գիտենք, հատկապես բիզնես ոլորտում դու այլ աչքով ես նայում, ինձ հետաքրքիր է քո պատկերացում, որոնք են մեր ընդհանուր ընդգծված լավ կողմերը, որոնց վրա մենք պիտի ավելի շատ աշխատենք։ Դե դու ինքդ ասացիր մի բան, որ ես ասում եմ, որ ոչ մի բան անվճար չկա աշխարհում եւ ոչ մի բան միայն լավ չկա եւ միայն վատ չկա։ Ցանկացած ֆենոմեն ունի երկու կողմ առնվազն եւ ստեղ է հենց բարդույթը եւ որ դու ինչպես ես մոտենում խնդրին, հա, այն բաժակը լցված է կիսով չափ, թե դատարկ է կիսով չափ։ Դա համար եմ ես ասում։ Իմ համոզմունքը մեր ազգի եւ մեր բիզնեսի եւ ընդհանրապես մեր ազգի կարեւորագույն հմտությունը դա բարդ խնդիրներ լուծելու ունակությունն է։ Մենք հենց որ խնդիրները բարդ են, մենք կարողանում ենք այդ խնդիրներին տալ շատ հետաքրքիր, շատ ունիկալ լուծումներ եւ դա է պատճառը, ինչի մենք տեսակարար կշիռը մեր հաջողությունների բարդ ոլորտներում, բարդ խնդիրներ լուծելու մեջ մենք ունենք մեծ։ Էսա առաջինը։ Երկրորդը, մենք շատ արագ ենք հարմարվում, ադապտացվում նոր իրավիճակներին։ Մենք դա իմ կարծիքով այո, եղել է մեր բարդույթը եւ եղել է այն նեգատիվ կողմը, որը մեզ միշտ չի թույլ տվել երկար պատկերացնել, երկար պլանավորել, բայց դա այն է, ինչ որ մեր այսօրվա կյանքում, երբ որ փոփոխությունների արագությունը, այդ թվում արհեստական բանականության հետևանքով ահռելի չափով էքսպոնենցիալ արագությամբ արագանում է, դա այդ ունակությունն է, որը մեզ թույլ է տալի, եթե մենք դա ազատենք եւ դա կարողանանք կիրառել, շատ արագ հարմարվել նոր իրականությանը եւ ադապտացվել այդ իրավիճակին։ Կարծում եմ, այս երկու ֆունդամենտալ խորքային ֆենոմենները դա մեր շատ դրական կողմերն են եւ դա մեզ տարբերում է, ընդհանրապես դա մեր տարբերակիչն է աշխարհով մեկ բարդ խնդիրներ լուծել եւ արագ հարմարվել փոփոխվող իրականությանը։ Շնորհակալ եմ Տիգրան։ Ընտրեմ, հույսով եմ հետաքրքիր էր։ Շատ հետաքրքիր եւ ինչն է հետաքրքիր ինձ համար հատկապես, որ հաստատեմ, որ բիզնեսի ձեռնարկատիրության ոլորտի մարդիկ շատ ավելի դրական են նայում կյանքին, իրադարձություններին, զարգացումներին, քան օրինակ քաղաքական ուղղվածության մարդիկ։
անգամ մշակութային։ Ասեմ, որտեվ բիզնեսը ստիպված է ամեն պահ ռացիոնալ հարմարվել իրականության, ոչ չի կարող կորցնի։ Լավատեսության վրա է եւ միշտ նաեւ result oriented, այսինքն կանթատ արդյունքի վրա է գնում, քան թե process-ներին է ուշադրություն դարձնում երևի, որտեվ այն ինչ որ դու նշում ես եւ բարդ խնդիրներ լուծելու ունակությունը եւ հարմարվելու ունակությունը որպես դրական, ոչ թե որպես բացասական երևույթներ, սրանք շատ կարեւոր են, մենք է ֆիքսենք, սելի իմ հետևորդներ եւ հեռուստադիտողներ, այս անգամ մենք մի փոքր այլ տեսանկյունից եւ կարծում շատ հետաքրքիր տեսանկյունից նայեցինք մեզ բիզնեսի ձեռնարկատիրության աչքերով։ Շնորհակալություն եւս մեկ անգամ Տիգրան։ Շնորհակալություն։ Շնորհակալություն նաև ձեզ, սիրելի բարեկամներ, եւ ամենակարևորը՝ չվհատվեք։